Հայաստանն ընդունել է Ադրբեջանի բոլոր առաջարկները։ Կառավարության համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման։ Համաձայնեցված տեքստը չի նշանակում, թե Հայաստանը կունենա խաղաղության պայմանագիր անունը կրող փաստաթուղթ, նշում են քաղաքագետները։ Տեղեկատվական աղմուկ է, որը ինչ-ինչ գործընթացներ է փորձում փակել։ Համաձայնեցնում են կետեր, որոնց շուրջ կան տարակարծություններ, բայց երբ որ մի կողմը բաց ասում է ինչ է ուզում, իսկ մյուս կողմը ինչ որ երկար ձգձգելուց հետո լիովին համաձայնվում է, այդտեղ համաձայնեցում չկա, դա կա միակողմանի պարտադրանք։ Այո, հայկական կողմը թուրք է տվել հերթական պարտադրանքին Ադրբեջանի։ Խաղաղության պայմանագիր չի լինելու, կեղծիք է, կարծում է Գալստյանը։ Այն չի ստորագրվելու, քանի որ պահանջներից մեկը Հայաստանի սահմանադրությունը փոխելն է։ Դա կառավարության որոշմամբ չի փոխվում, իսկ քաղաքացիները չեն համաձայնվի կատարել Ալիևի պահանջը։ Օրվանից դարձավ, որ մեր Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթը սահմանադրությունը դարձել է Իլհամ Ալիևի հետ խոսակցության կամ Իլհամ Ալիևի հետ ընդհանրապես բանակցային առարկա։ Դա մեր սահմանադրությունն է եւ մենք պիտի որոշենք սահմանադրության հետ մեր անելիքները, իսկ հիմա նրանք խոսում են նոր սահմանադրության փոփոխության մասին Ալիևի պահանջով, ինչը անթույլատրելի է եւ ես կարծում եմ, որ ժողովուրդը ուղղակի պիտի մերժի։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքով էլ համաձայնագրի տեքստը պետք է հրապարակվի, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները տեսնեն, ինչի շուրջ են բանակցել երկրի առաջնորդները։ Պայմանագրի բովանդակությունը հայտնի դառնալու դեպքում արդեն պարզ կլինի, թե այդ պայմանագիրը որքանով է արտահայտում Հայաստանի շահերը, ինչ վտանգ է պարունակում Հայաստանի համար, ընդհանրապես այդ պայմանագիրը որքանով է շանտաժի ներքո միակողմանիորեն ձեռք բերված փաստաթուղթ եւ որքանով է ապահովում իսկապես հավասարակշռված խաղաղություն։ Այդուամենայնիվ գործող իշխանությունը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի վերաբերյալ։ Մեր ցանկացած լավագույն տարբերակով չեն, բայց մենք այդ էվոլյուցիան գնահատել ենք, որ այնպիսին է ձեր նշած հոդվածների համատեքստում, որ կարող է ընդունելի լինել մեզ։ Խաղաղություն բառն ամենաշատը գործածած, բայց ամենաշատ զոհեր ու պատերազմներ բերած ուժը խաղաղության պայմանագիր ստորագրել է ուզում, նշում է ընդդիմադիր պատգամավորը։ Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են։ Հիմնական հարցերը կնճռոտ որ կան այս երկու երկրների միջև, ոչ մի անդրադարձ չկա այդ թղթում։ Գերիների հարցը չկա, զորքերի դուրսբերման հարցը չկա, սահմանների հստակեցման հարցը չկա։ Ուղղակի կա խաղաղություն բառը, որը այո, արդեն ձեզ հայտարարել են, որ բերում են ձեր վրա թանկ գնով վաճառ է։ Համաձայնագրի տեքստի պատրաստ լինելը նշանակում է Հայաստանը եւս մեկ քայլով մոտեցավ կապիտուլյացիայի ստորագրելուն, կարծում է Ստեփան Դանիելյանը։ Սա միակողմանի զիջումներ են եւ ըստ էության սա սողացող կապիտուլյացիա է եւ այդ սողացող կապիտուլյացիան բարբերաբար կրկնվելու է անկախ բան ինչ որ թուղթ կստորագրվի, թե թուղթ չի ստորագրվի։ Հայաստանի զիջումների շղթայում եւս մեկ օղակ ավելացվեց։ Մինչ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները տարաբնույթ մեկնաբանություններ են անում, հասարակության համար հիմնական հարցը մնում է անպատասխան։ Արդյոք այդ համաձայնագիրն իրականում խաղաղություն կբերի, թե նոր խնդիրների եւ անհանգստության սկիզբ կդառնա։ Անիա Բաղյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։